Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նշում է իր հիմնադրման 100-ամյակը։ Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է դեռ անցած տարի Եգիպտոսում, որտեղ եւ հիմնադրվել է կազմակերպությունը, իսկ դրանք եզրափակվելու են մայրաքաղաք Երևանում, սակայն մինչ այդ միությունն իր վերջին տարիների գործունեության արդյունքները ամփոփում է Լեռնային Ղարաբաղում։ Այստեղ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ընդամենը 6 տարվա պատմություն ունի։ Այս ընթացքում կազմակերպությունը հիմնադրել է 3 գյուղ, որոնցից ամենախոշորն ու արդեն կայացածը բացառապես վերաբնակիչներով բնակեցված Հադրութի շրջանի Ջրաշեն բնակավայրն է։ Կազմակերպությունն իր միջոցների հաշվին կառուցել եւ անվճար կարգով բնակիչներին է հատկացրել առանձնատներ, յուրաքանչյուր ընտանիքի ապահովել է նաեւ եկամտի աղբյուրով։ Բարեգործական կազմակերպության կողմից վերաբնակության համար արվել է 10 հեկտար ծորենի ցանքսատարածություն ամբողջությամբ։ Այդպես էլ հիմք է դրվել եւ բնակչությունը այդ օգնությունների հիմնան վրա սկսել են, այսպես ասած, ոտքի կանգնել, աշխատել։ Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ Ջրաշենում բոլոր խնդիրները լուծված են։ Այստեղ դեռ խմելու ջրի ու ճանապարհների հարցերը սպասում են իրենց հերթին։ Գյուղը առայժմ փոքր է, 42 տնտեսություն, 200 բնակիչ։ 8-ամյա դպրոցում ընդամենը 7 դասարան կա։ Ուսուցիչները բոլորն էլ մասնագիտական կրթություն ունեն, սակայն ջրաշենցի իրենց սաների դասերը ստուգելու եւ նոր հանձնարարություններ տալու համար նրանք ոտքով ամեն օր կտրում անցնում են շուրջ 15 կիլոմետր։ Դպրոցի ուսուցիչներից ոչ մեկը գյուղում չի բնակվում, բոլորը գալիս են Հադրութից, ոտքով, շատ դեպքում եւ ոտքով էլ գնում են։ Մոտավորապես 6-ից 8 կիլոմետր։ Սակայն ցավոք սրտի չնչին աշխատավարձ եք ստանում, օրինակ ուսուցիչ կա ընդամենը 20,000 է ստանում։ Գյուղի հիմնադիր կազմակերպությունն այս ամենից տեղյակ է։ Ճանապարհի կառուցման ծախսերը խոստացել է հոգալ Արցախի կառավարությունը, իսկ բնակչության զբաղվածության հարցը այցելությունից հետո միության պատասխանատուները կքննարկեն առաջիկա հավաքի ժամանակ։ Անշուշտ կողենք այն ինչ որ մինչև հիմա եղած է, բայց ասի ամբողջական չէ, դակավին ամբողջանալու է, որովհետեւ քյուրը իրական կյանք ունենա։ Միայն բնականանով քյուր չլա, կորզի դերը անշուշտ անհրաժեշտ է, բոլոր մյուս պետքերը անհրաժեշտ են, ջամփան եւ գաբը մեծ քաղաքներու հետ շրջապատի օրինակ Հադրութի հետ գաբ ունենալը անհրաժեշտ է։ Վերաբնակիչներն իրենց որոշման համար չեն փոշմանել, չեն տրտնջում, հավատում են իրենց նոր գյուղի ապագային ու իրենց ուժերին։ Այս ընտանիքը Գեղարքունիքից է եկել։ Այնտեղ ոչինչ չունեինք, ասում է 3 երեխաների մայրը, իսկ այստեղ սեփականություն, աշխատանք ու հույս կա։ Այստեղ երևի ավելի լավ հարմարվի, քան ստեղ։ Մենք եկել ենք ստեղ, զրոյից սկսել ենք, ոչ մի բան չունենք, բայց հիմա շատ լավ է, իսկ միտք չունենք, որ գնանք։ Ղարաբաղում իրականացվող ծրագրերից միությունն հատկապես հպարտանում է Արցախի պետական կամերայի նվագախմբի հովանավորչությամբ։ Նվագախումբն արդեն 3 տարի շարունակ գոյատևում է ընդհանուր միության շնորհիվ։ Այսօր մասնագետներն ու երկրպագուներն արդեն համոզված են, որ Արցախի կամերայինը թե երգացանքով եւ թե երաժիշտների մասնագիտական որակներով այլևս կայացած է։ Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակի առիթով կազմակերպությանը երախտիկի խոսքեր շռայլեցին Արցախի իշխանությունները։ Հանրապետության կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց միության պատասխանատուներից ոչ միայն Ղարաբաղում իրականացված աշխատանքների, այլև մեկդարյա գործունեության ընթացքում հայապահպան ու հայահավաք գործունեության համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ ոչ միայն նրա համար, որ դուք անում եք եւ արել եք Արցախում, այլև ամբողջ մեր պատմության ընթացքում այն մեծ եւ հզոր ազգապահպանման գործի համար, որ իր ներդրումն է ունեցել հայ բարեգործականը։ Արայիկ Մարգարյան, Հայկ Բարսեղյան, Ազդարար, Արցախ։